Ապահովության բացակայության զգացում տարածելը ռուսաստանյան հիբրիդային գործիքներից մեկն է։ Այն նպատակ ունի ապատիա սերմանել, հանրությանը շեղել իրական օրակարգերից, ստեղծել պետության թուլության տպավորություն, պետության եւ քաղաքացու կապը խզելով նվազեցնել հանրության դիմադրողականությունը։ Երբ պետության սահմաններին հանգիստ է, ապահովության բացակայության արհեստական զգացումը ստեղծվում է ներքին համատեքստում։ Օրինակ, փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ երկրում ամեն օր սպանություն է լինում, մինչդեռ իրականում դրանք մոտ 10 անգամ ավելի հազվադեպ են, եւ վերջին 15 տարում այդ ցուցանիշն էական փոփոխություն չի կրել։ Կամ Հայաստան են ուղարկվում Ռուսաստանում ապրող էթնիկ երկու ադրբեջանցի, որոնք այստեղ այնպիսի տեսանյութ են նկարում, որից տպավորություն է ստեղծվում, թե իբր Հայաստանի ոստիկաններն իրենց օգնում են տնավորվել։ Կամ էլ ԱԱՑ շենքի վրա մոլոտովի կոկտեյլ է նետվում, նպատակ ունենալով ստեղծել տպավորություն, թե իրավիճակն այնքան անապահով է, որ կարելի է նույնիսկ ԱԱՑ-ի վրա հարձակվել։ Կարող են լինել նաև այլ դրսևորումներ, որոնք Ռուսաստանը կիրառել է այլ երկրներում եւ հավանաբար կկիրառի նաև Հայաստանում։ Չի բացառվում, որ Ռուսաստանում երկարաժամկետ ազատազրկման դատապարտված անձանց կարող են ազատել պայմանով, որ գան Հայաստան եւ հանցավոր գործունեություն ծավալեն, օրինակ բնակարանային գողություններ կատարեն, ինչպես դա տեղի ունեցավ Մոլդովայում։ Կարող են անգամ ռումբերի բազմաթիվ կեղծ ահազանգեր հնչեցնել մոլերում, մետրոյում կամ ընտրական տեղամասերում, ինչպես դա արեցին Մոլդովայում եւ տարիներ առաջ Հայաստանում։ Հավանական է լինեն զանգվածային կիբերհարձակումներ կարևոր ենթակառուցվածքների դեմ, դրանց կանդրադառնանք հաջորդիվ։ Կարևոր է հիշել, որ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է ապահովության բացակայության զգացում ստեղծել, իսկ մեր խնդիրն է չմատնվել խուճապի։ Իրազեկ քաղաքացիների միավորում։